Հայաստանում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը։ Թունելի վերջում երևացող լույսի, ապրելու հույսի ավետումը վերապահված էր ՔՊԱ-կան падգամավոր Վահագն Ալեքսանյանին։ Հիշում եք 2000-ականներին, 2010-ականներին, երբ որ Հայաստանի քաղաքական դիսկուրսի թիվ 1 թեման արտագաղթն էր։ Մարդիկ խոսում էին այն մասին, որ Սերժի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը տարեկան լքում է 30,000 մարդ, 40,000 մարդ, 50,000 մարդ։ Այդ ժամանակաշրջանը ավարտված։ Ավետման լուրին հաջորդեցին թվերը։ Անցած տարվա 2025-ի տվյալներով Հայաստանի քաղաքացիների, միայն Հայաստանի քաղաքացիների, Հայաստանից գնալու եւ Հայաստանից դեպի Հայաստան վերադառնալու, Հայաստան գալու թվերի տարբերությունը +8660 է։ +8660, այսինքն ոչ թե 30,000, 40,000 արտագաղթ, այլ 8660 ներգաղթ։ Այլևս ներգաղթ ու էլի ներգաղթ։ Վերջում ՔՊԱ-կան սրտիկ վերնագրի ներքո Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան լայվը 6 ժամանց քարե պայթի տրաքի ընդամենը 200 լայք ու սրտիկ էր հավաքել։ Տեսնես ինչու այդքան քիչ, երբ նա ունի 18,000 հետևորդ։ 8660 մարդու Հայաստան վերադարձի մասին որպես աննախադեպ երևույթի հայտարարել է նաև Փաշինյանը։ Նիկոլի թիմակից այն մեծ գլխով ԵՊՀ-ն հազիվ ավարտած Վահագն Ալեքսանյանը այդ նույն թիվը հրապարակելով նշեց, որ սա ներգաղթի, մեծ ներգաղթի սկիզբ է եւ դա բացատրում էր նրանով, որ դա պայմանավորված է խաղաղության, քաղաքականությամբ, որ իրենք տանում են եւ որը ողջունվել է ժողովրդի կողմից, դա պայմանավորված է նաեւ իրենց վարած տնտեսական քաղաքականությամբ, որ մեզ մոտ լրիվ Շվեյցարիայի, Սինգապուր է, ժողովուրդը շատ գոհ են ամեն ինչից եւ այս մեծ ծավալով հետ են գալիս։ Հայաստանը լքածների եւ Հայաստան վերադարձածների թվի տարբերությունը 2025-ին կազմել է 8660, բայց ինչպես է այդ թիվը գոյացել։ Պարզաբանում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ 25 թվականի հունվար ամսին, այսինքն Թրամփի իշխանության գալուց գրեթե 10 օր հետո, ինքը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն հարգելի հայրենակիցներ 2808 Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է արտաքսվեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից 25 թվականի ընթացքում։ Էլ չասեմ, որ նույն 2025 թվականին մի քանի հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի արտաքսվել է նաև Ռուսաստանի Դաշնությունից տարբեր տեսակի օրենքներ խախտելու համար։ Կոնկրետ այդ օրենքները վերաբերում են կեցության եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում ապրելու մասին։ Էլ չասեմ, որ մի քանի հազար հայ այլ երկրներից են արտաքսվել Հայաստանի Հանրապետություն։ Հայաստան արտաքսվածների թիվը իշխանությունները ներկայացնում են որպես իրենց արտաքին փայլուն քաղաքականության ու երկրի տնտեսական աննախադեպ աճի արդյունք։ Քաղաքագետը թվեր է հրապարակում։ Թվերը վերաբերվում են, թե քանի հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է հրաժարվել կոնկրետ Հայաստանի քաղաքացիությունից Նիկոլ Անհողի կառավարման տարիներին։ 2018 թվականին 5422, 19 թվականին 6525, 20 թվականին 5596, 21 թվականին 4510, 22 թվականին 4417 եւ 23 թվականին 3321։ Հա, իդեպ 2024 թվականին էլ թիվը կտրուկ սկսել է կրկին աճել։ 3746 Հայաստանի Հանրապետության քաղաքացի հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ 25 թվականի վերաբերյալ տվյալներ չկան եւ 18-ից մինչեւ 24 թվականների կտրվածքով ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվել է 33537 մարդ։ Սա դեռ ամենը չէ, պարզվում է իշխանությունների հակառուսական տրամադրություններին հակառակ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանը գրավիչ երկիր է։ Կոնկրետ 2018-ից մինչև 24 թվականը 200,000-ից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդունել են միայն Ռուսաստանի քաղաքացիություն։ Էլ չասեմ, թե քանի հազար հայ է այդ ընթացքում ընդունել green card-ով, ասենք ամերիկյան քաղաքացիություն։ Միջինը գցենք տարեկան 1005-ից 1700 քաղաքացի 18-ից մինչև 24 թվականը ներառյալ։ Եվ այս աղետալի թվերը մի կողմ դրած, այն փաստը, որ ասենք
7 տարվա մեջ 33537 Հայաստանի քաղաքացի հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից, իսկ այդ նույն 7 տարվա մեջ 200,000-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ ընդունում են Ռուսաստանի քաղաքացիություն, ամերիկյան կամ եվրոպական երկրների կամ այլ երկրների քաղաքացիության մասին չխոսեմ։ Արտագաղթի Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու հազարավոր դեպքերի ֆոնին, սակայն, կա գլուխ գովելու առիթ։ Նիկոլան Հողը հպարտանում է եւ նրա թայֆան հպարտանում են 8660 Հայաստանի քաղաքացիների վերադարձով Չակերտավոր Հայաստան։ Հա, կներեք, ի դեպ նշեմ, որ բազմաթիվ հայեր 2025 թվականին նաեւ արտաքսվել են Թուրքիայի Հանրապետությունից։ Ես անձամբ Գյումրիում ճանաչում եմ մի քանիսին։ Ներգաղթի թվերի ու սրտիկների մոտիվացիան պարզ է, ընտրություններն են մոտենում, իսկ 8660 թիվը նաև ընտրություններին պետք կգա։